Քրիստոսով եղբայրներ քույրեր, նորից եմ կրկնում, հնարավոր է մենք ունենանք դժվարություններ, հոգսեր, խնդիրներ, բայց եթե հավատացյալի առաջի կարևոր հոգսը նա չի, որ Տիրոջը մոտիկից ճանաչի, Տիրոջ ներկայությունը հայտնվի իր կյանքի մեջ, Տիրոջ քաղցրությունը նա ճաշակի, առանց դրա նորից եմ ասում կյանքը կլինեն հոգսեր, կլինեն պատասխաններ, կլինեն բժշկություններ, բայց դա բավարար չի։ Դա բավարար չի։ Բոլոր դարերում եղել են հավատացյալ մարդիկ, սուրբ մարդիկ, Աստծուն սիրող մարդիկ, որոնք միշտ փափագել են Աստծո հետ ապրել։ Ենովկը 300 տարի Աստծո հետ քայլեց ապրեց։ Ենովկի համար չի գրված նրա միջոցով նշաններ է կատարվել, հրաշքներ է կատարվել, կարևորը որ Աստծո հետ է ապրել, Աստծո հետ է քայլել։ Եղբայրներ քույրեր, գիտեք ինչ, եթե ուզում ես որպեսզի քո տրտմությունը փոխի ուրախության, քո հոգսերը վերանան, ինչ որ կա քո կյանքում, միայն ճանապարհը Տիրոջ հետ հանդիպելն է։ Նախանձավորություն ունեցեք բոլորդ։ Փոքրիկ օրհնություններ, որ մենք ճաշակել ենք, դրանք քիչ են։ Երբևիցե Հոբի կյանքում այդպիսի բան չէր կարող կատարվել, որ ինքը իր անձը արհամարի։ Այդպիսի բան հնարավոր չէր։ Ոչ մի տեղ այդպիսի տեղ չի գրված, որ ինքը իր անձը պետք է արհամարեր, հողը մոխիրի վրա նստել։ Եվ այն ժամանակ, երբ որ գրված է, ես ականջի լրով էի լսել քո մասին, բայց հիմա իմ աչքերը տեսնում են քեզ։ Դրա համար իմ անձս առ եմ համարում եւ հողը մոխիրի վրա զղջում եմ եւ ապաշխարում, այսինքն Քրիստոսով եղբայրներ քույրեր, զորը ոչ մի բան չի լինի։ Տիրոջ ներկայությամբ է, որ ամեն բան փոխվում է։ Տիրոջ ներկայությամբ է, որ ամեն բան մարդ ազատագրում ամեն ինչից։ Եթե լույսը չի հայտնվել, խավարը չի կարող հեռանալ։ Տկարությունը չի կարող հեռանալ։ Այսօր թող լինի նպատակը մեր բոլորի, նպատակը թող բոլոր լինի։ Միայն փափագենք Տիրոջ հետ լինել։ Անկախ տանից հոգս ունես, դժվարություն ունես, խնդրեմ ունես, հիվանդություն ունես, նորից եմ կրկնում, թող չլինի քեզ համար նպատակ։ Ինչի համար է գրված, առաջ եկնային արկայությունը խնդրեք, նրա թակավորությունը։ Մնացած բաները կլինի ձեզի։ Առաջնահերթ դա է մեր կյանքում, եղբայրներ, կարևորը դա է, որպեսզի վերջ-վերջով ճանաչենք նրան։ Ճանաչենք Զանիկա, նրա հարության զորությունը պետք է գործի մեր կյանքի մեջ։ Երբ որ մեկը Քրիստոսի հետ մտերիմ է, նրա հետ նրա ներկայություն է վայելում, դրանից երանելի բան չկա։ Ինչի համար երկերկոցում գրված 5-րդ գլուխ 2-րդ խոսքում, թեկուզ ասում ես քնանում եմ, բայց իմ սիրտս արթուն է։ Երբ որ քո սիրտ արթուն է, պետք է սիրեկանի ձայնը լսես, որը կանգնած թակում է քո դուռը եւ ասում է՝ աղավնիս, իմ կատարյալս, բաց, դուռը բաց ներս գամ։ Դուռը բաց ես ներս գամ։ Եվ նույնը գրված Հովանու մեջ գրված է, որ բացեք դուռը, որ գանք ընտրիկ անենք։ Այսինքն միասին ընտրիկ անենք։ Եղբայրներ քույրեր, իմանալը լսելը դա շատ քիչ է։ Շատ քիչ է դա մեզ համար։ Պետք է ճաշակել։ Տերն ինքն ասում, ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը քաղցր է, Տերը բարի է։ Ամեն անգամ այդպես արեք, ամեն աղոթքի ժամանակ ասեք, Տեր, ես ուզում եմ քո ներկայություն եմ կյանքում։ Ձեր ձգտումը փափագը դա լինի։ Իմ մոտ այդպես եղբայրներ քույրեր։ Իմ փափագը, իմ ծառավը, կարոտը Տիրոջ հետ հանդիպելն է։ Տիրոջը վայելելն է։ Ես ուզում եմ, ես էլ ասում եմ, Տեր, ուզում եմ այն երանելի հավատացյալներից մեկն էլ ես լինեմ։ Այնանք, որոնք ճաշակել են, որոնք հանդիպել են քեզ հետ, որոնք վայելել են քաղցր ներկայությունը։ Մեկի մասին կարող է շատ լսել, բայց երբևիցե հանդիպում չունենաս իր հետ, ումն է պետք կյանքը պետք։ Եղբայրներ քույրեր, երկրի վրա, հիմա որ մենք ապրում ենք, Տեր իրավունք է տալիս եւ Տերը խոստմունք է տվել իր հետ հանդիպել եւ իրան ճաշակել։ Եղբայրներ քույրեր, այդ ձգտում, այդ փափագը, որի մեջ որ կա, ինչի համար Տերը կանգնած տաճարում աղաղակում էր։ Այնպես չէր ասում, գիտեք, աղաղակում էր։ Նպատակն ինչի համար էր աղաղակում, ով որ ծառավը թողա։ Ծառավը թողա եւ նրա փորից կենտանի ջրի գետեր պիտի բխեն։ Ծառավ մարդու մեջ այդ գետերը կարող են առաջանալ։ Այդ կյանքի գետերը, այդ ուրախության գետերը բխում են իր կյանքի մեջ, եղբայրներ քույրեր։ Նա երանելի հավատացյալ լինում, նա երջանիկ հավատացյալ է լինում, նրա մեջ ուրախություն ու կյանքն է առաջանում։ Եղբայրներ քույրեր, բոլոր հարցերը լուծվում են։ Հոբը ինչքան տառապան կրեց, բայց այդ վերջի խոսքերում նորից եմ կարդում գրված է. ես քո վրայով ականջի լրով լսել էի, բայց հիմա աչքս կտեսնե քեզ, անոր համար իմ անձս կառամարեմ։ Հողի մոխիրի վրա կզղջամ։ Փորձիր մեկին համոզի անձը արամարել։ Անձը ոչինչ համարել։ Կորցնել ամեն բան, որ Քրիստոսին շահել, չի ստացվում։ Եղբայրներ քույրեր,
Երբ որ Տերը հայտնվում է, եթե մարդը գանձը չի գտել, հիմա ասում ես գնա ես արտը ծախիր, կաս ինձ խելագարի տեղ ես դրել, ես ինչի՞ մար, իմ ունեցվածքը ծախեմ, ես պարապարտը գնեմ։ Նա գանձը չի տեսել, գանձ չկա, նա չկա։ Որովհետև գանձը չի գտել։ Բայց որ ինքը գանձը տեսնի, գրվածը ինքը պիտի ուրախությամբ, նրան չեն ամոզի։ Նրան երբեք չեն ստիպի, չեն ամոզի, գնա ունեցվածքը ծախիր արտը գնի։ Նա գրվածը ուրախությամբ ինքը իր հոժարությամբ, ուրախությամբ պետք է գնա նորից եմ ասում այդ արտը գնելու համար, որտեղ այնտեղ գանձ կա։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ուշ չի դες մեզ բոլորիս համար։ Այսօրվանից Աստված բացի մեր միտքը, դա կլինի գիշեր, դա կլինի ցերեկ, դա կլինի եսու հոր ժամանակ, ամեն անգամ ծնկի գալուց ասա Տեր, ուզում եմ քեզ հետ հանդիպել, քո ներկայության մեջ վերցրինց, ես քեզ հետ եմ ուզում հանդիպել։ Ուզում եմ քո ձայնը լսել տաս ինձ։ Ինչպես հայտուճա մեջ գրվածը, այն Հովանեսը, որը մենակ էր մնացել, բոլոր առաքյալները նահատակվել էին։ Այն Հովանեսը, որը գլուխ հաճախ դնում է Քրիստոսի կրծքին, բայց երբ որ Տիրոջ փառքը տեսավ, ընկավ գրվածը մեռելի պես, լսեց Քրիստոսի ձայնը, որը շատ ջրերի ձայնի նման էր։ Եղբայրներ քույրեր, սկանչելի է այդ հանդիպումը Տիրոջ հետ։ Այսօր հերթը մերն է։ Նրանք, որոնք սովորաբար եղել են երկրի վրա, նրանք ճաշակել են եւ իրան ժամանակին գնացել են, բայց մենք ենք այսօր երկրի վրա, մենք ենք այսօր եկեղեցում։ Աստված օգնի մեզ։ Բոլորիս փափագ լինի Տիրոջ հետ հանդիպել, Տիրոջը ճաշակել, կան աղոթքով Տիրոջ առջև։